Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը առաջնորդվելով ներքին գործերի նախարարության ներքին կարգապահության ապահովման քաղաքականությամբ շարունակում է յուրաքանչյուր դեպքով պահպանել օբյեկտիվություն ու պատշաճ արձագանք։ Վարչությունը 2025 թվականի տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից և նպատակներից ելնելով իրականացրել է վերահսկողական, օպերատիվ, վերլուծական և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթական պետական մարմինների, կազմակերպությունների գործունեության տարբեր ոլորտներ։ Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված թե կարգապահական բնույթի խախտումների, թե արիերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով կատարվել են օրենքով սահմանված վարույթներ։ Հաշվետու տարում վարչության կողմից իրականացվել է 1736 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, դրանց արդյունքներով կիրառվել է 641 կարգապահական տույժ։ Հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, քննվել է ոստիկանության 45 ծառայողի թույլ տված կարգապահական կոպիտ խախտումների կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունների 41 նյութ։ Ներքին գործերի նախարարությունը մշտապես առաջնորդվելով հանրային հաշվետվողականության սկզբունքով կարգապահական հանձնաժողովի յուրաքանչյուր նիստից հետո արդյունքների մասին հրապարակային իրազեկում է իրականացրել, պահպանելով գործընթացի թափանցիկությունը։ 2025 թվականին նախաքննական մարմիններ է ուղարկվել 42 ծառայողական քննության նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 37 քրեական վարույթ, որոնք վերաբերել են կոռուպցիոն բնույթի, պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի, բռնության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների առերևույթ դեպքերին։ Վարչությունն իրականացրել է իրավախախտումների վաղ հայտնաբերման և կանխման ուղղությամբ կանխարգելիչ, վերահսկողական և օպերատիվ բնույթի միջոցառումներ։ Ոստիկանության ենթակա ստորաբաժանումներում պլանային, իսկ փրկարար ծառայությունում նպատակային ստուգումներ։ Իրականացրել է նաև օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումների մշտադիտարկում։ Համակարգում հանցավոր երևույթների բացահայտման, քրեական ենթամշակույթի ներթափանցման կանխարգելման, ծառայողների հավաքագրման և ազդեցության փորձերի չեզոքացման, նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Շարունակվել է քննչական և օպերատիվ հետախուզական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարությունը կարևորելով հասարակության հետ կապերի ամրապնդումը մշտապես հանդես է գալիս քաղաքացիների հետ համագործակցելու պատրաստակամությամբ։ Այդ համատեքստում 2025 թվականին վարչությունն իրականացրել է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ընդունման, ուսումնասիրության և սահմանված կարգով ընթացք տալու համակարգված աշխատանքներ։ Իրականացվել է նաև ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների ընդունում և ուսումնասիրություն։ Վարչությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն, ոստիկանության բարեփոխումների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություններից բխող գործողությունների ծրագրային միջոցառումների իրականացմանը, ապահովելով դրանցում ներառված հակակոռուպցիոն, կանխարգելիչ և վերահսկողական բաղադրիչների իրականացումը։ Իրականացվել են մի շարք կազմակերպչական և ծրագրային միջոցառումներ։ Այդ համատեքստում մշակվել և ներքին գործերի նախարարի կողմից հաստատվել է 2026 թվականի ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն և վարչության տարեկան աշխատանքային ծրագրերը։ Ներքին գործերի նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների հետ մշակվել է ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիր օրենքը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը։ Վարչությունը առաջնորդվելով ներքին գործերի նախարարության պետական համակարգի տարբեր կառույցների հետ ներառական աշխատանքի սկզբունքով իրավասու մարմինների հետ ապահովել է շարունակական համագործակցություն։ Վարչությունը համակարգում ներքին կարգապահության առավել բարձր մակարդակ ապահովելու և յուրաքանչյուր դեպքին օբյեկտիվ արձագանքելու հանձնառությամբ հետևողականորեն շարունակելու է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով գործունեությունը։